Բարև ձեզ, ողջույն, բարի երեկո եւ բարի առավոտ։ Ես Նունե Եղազարյանն եմ, Հայկական ակնաբուժության նախագիծ բարեգործական հիմնադրամի տնօրենը եւ հաճույքով ներկայացնում եմ ձեզ Arvin Eye Care Project-ի Grand Round-ի հերթական հանդիպումը նվիրված ակնային խնդիրներին, ինչպես միշտ մեր այս հանդիպումը եւս կազմակերպվել է համատեղ Հայկական ակնաբուժության նախագիծ բարեգործական հիմնադրամի Սերգեյ Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի եւ Երևանի պետական բժշկական համալսարանի ակնաբուժության ամբիոնի համատեղ ջանքերով։ Մեր այս հանդիպումը կվարեն մեր հայ եւ արտասահմանցի գործընկերներ, հաճույքով ներկայացնում եմ Լիլիթ Ոսկանյանին, ով ներկայացնում է հայկական կողմը, բժշկական գիտությունների տեխնացու, դոցենտ, Մղիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի աչքի հիվանդությունների ամբիոնի վարիչ, Սերգեյ Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի գլաուկոմայի բաժանմունքի վարիչ, Հայաստանի գլաուկոմայի հանրության ղեկավար եւ Հայկական ակնաբուժության նախագծի կրթաթոշակառու։ Հաջորդը մեր շատ սիրելի դոկտոր Ռիչարդ Հիլն է, ակնաբույժ Irvine-ում Կալիֆոռնիայի համալսարանի ակնաբուժության ամբիոնի պատվավոր դոցենտ, գլաուկոս ընկերության հիմնադիր, Orange շրջանի գլաուկոմայի ընկերության հիմնադիր, Հայկական ակնաբուժության նախագծի հիմնադիր անդամ եւ տնօրենների խորհրդի անդամ։ Այստեղ է նաեւ մեզ առաջին անգամ միացել Արփինե Բարսեղյանը, ով Կալիֆոռնիայից է, ԱՄՆ բժիշկ է, Astoria Associates ընկերության ակնաբույժ եւ ակնավիրաբույժ է, City of Hope հիվանդանոցի ակնաբույժ եւ խորհրդատու։ Այստեղ է նաեւ մեր շատ սիրելի Ջոն Հովանեսյանը, ով ներկայացնում է վիրաբույժների ամերիկյան կոլեգիայի անդամը, ինքը ակնաբույժ եւ վիրաբույժ է, Harvard Eye Associates-ի տնօրեն, Laguna Beach, California, Հայկական ակնաբուժության նախագծի փոխնախագահ եւ տնօրենի խորհրդի անդամ։ Հիշեցնեմ, որ ՇՄԶ կրեդիտները կստանան այն մասնակիցները, ովքեր ամբողջությամբ կմասնակցեն միջոցառմանը, ճիշտ կլրացնեն նախատեստը եւ հետտեստը։ Համոզված եմ, որ տեստը շատ ուսուցողական է, ձեզ համար հետաքրքիր կլինի, հիշեցնեմ, որ հարցերը կարող եք հղել խոսնակներին, Zoom-ի հարթակի հարց ու պատասխանի բաժնում, այժմ խոսքս հաճույքով փոխանցում եմ բժիշկ Լիլիթ Ոսկանյանին, ով եւ կներկայացնի թե կլինիկական օրդինատորներին եւ թե հարցերը։ Դրանց միջոցով, հա։ Շատ շնորհակալ եմ։ Նորից շնորհակալություն եմ ուզում հայտնել հայ ակնաբուժական ամերիկյան մեր այս պրոյեկտին, որի շնորհիվ մենք եւս մեկ անգամ հանդիպում ենք այսօր գիտությունը, փորձը, ամեն ինչը իրար հետ կիսելու միասին եւ սովորելու եւ նորից հիշելու այն դրույթները, որոնք որ երբեմն թե մոռացվում են եւ թե չեն ակնկալում։ Մինչ մեր զեկուցման անցնել ուզում եմ խորին շնորհակալություն հայտնել Արփինեին Բարսեղյան, շատ ուրախ եմ ձեզ տեսնել այսօր, առաջին անգամ եմ ձեզ հանդիպում այս հարթակում եւ շնորհակալ եմ, որ ժամանակ եք գտել մեզ հետ այս գլաուկոմայի թեման կիսելու, գլաուկոմայի արդիական խնդիրներից խոսելու համար։ Շատ շնորհակալ եմ Ջոն Հովանեսյանին, որը որ այսպես ոչ միայն շարունակում է այն ինչ որ դրված էր, այլ ավելի ծաղկացնում, գեղեցկացնում է։ Մենք իրոք հաճույք ենք ստանում ամեն անգամ այս տիպի միջոցառումներից, այս տիպի կրթվելուց եւ նորից իրար տեսնելուց։ Եվ իհարկե խորին ամենախորին շնորհակալությունս Ռիչարդ Հիլին, Ջոն Հովանեսյանից հետո Ռոջեր Օհանեսյանի հետ միասին կարծես այդ երկու մարդիկ բերեցին մեզ հասցրեցին այս ժամանակակից նոր հարթակին ու ես գիտեմ ինչքան զբաղված եք թե Ջոն Հովանեսյանը, թե Ռիչարդ Հիլը, բայց այսօր ժամանակ եք գտել մեզ հետ մասնակցելու այս միջոցառմանը եւ խոսելու այս երկու հետաքրքիր թեմաների մասին։ Նորից շատ շնորհակալություն։ Այսօր որոշել ենք խոսել երկու թեմայից, որից մեկը իրդոկորնիոնդետելալ սինդրոմն էր, որը գնալով ինչից ծագեց այս հարցը, որովհետև զգացինք, որ վերջերս ի զարմանս մեզ շատ ենք ավելի հանդիպում այս պաթոլոգիան, քան նախկինում էր։ Բնականաբար համ ախտորոշումն է ավելի հստակ կայացվում, համ էլ ոնց որ թե ավելի շատ ենք ունենում այս տիպի բուժառուներ։ Եվ մեր առաջադեմ կլինիկական օրդինատորը Սյուզաննա Բալեանը որոշեց ներկայացնել հենց իրիդոկորնիոնդետելալ սինդրոմը։ Մյուս զեկուցումը նվիրված է գլաուկոմայի ժամանակ իմպլանտներին, որը կներկայացնի Հասմիկը Գասպարյան, այն իմպլանտներին, որոնք որ մենք այսօր կիրառում ենք եւ ունենք մեծ փորձ։ Ավելի շատ ներկայացնում ենք
այն իմպլանտները, որոնք Հայաստանի Հանրապետությունում են արվում, բայց դուք ինքներդ էլ կտեսնեք, որ հիմնականում այս ամենաառաջադեմն է աշխարհում մեկ։ Այժմ ես երևի խոսքը ստամ կլինիկական օրդինատորներին, խնդրելով օրինակ սկզբում կարդան այն հարցերը, որոնց որ մեր գոլեգաները, մեր ընկերները պիտի պատասխանեն արդեն զեկուցումներից հետո։ Իսկ հետո անցնենք բուն զեկուցումներին։ Կխոսենք երևի արդեն վերջում եւ հարց ու պատասխանները։ Ողջունում եմ բոլորին։ Ինչն է բնորոշ իրիդոկորնեոենդոթելիալ սինդրոմին, երկկողմանի ախտահարում, միակողմանի ախտահարում, միայն մանկական տարիքում է հանդիպում, առավելապես կանանց մոտ է հանդիպում։ Երկրորդ հարցն է, առավելապես աչքիվոր հատվածն է ախտահարում հիվանդությունը, եղջերաթաղանթ, ցանցաթաղանթ, ծիածանաթաղանթ, առաջային խցիկի անկյուն։ Երրորդ հարցն է, Չանդլերի սինդրոմի դեպքում առավել արտահայտված է ծիածանաթաղանթի ծանր ատրոֆիա, եղջերաթաղանթի այտուց, ցանցաթաղանթի վնասում, արտահայտված հանգույցների առկայություն։ Իրիդոկորնեոենդոթելիալ սինդրոմի դեպքում առաջացնող սինեխիաները հիմնականում լինում են առաջային, հետին, կենտրոնական, ոչ մեկ։ Եվ հինգերորդ հարցը, իրիդոկորնեոենդոթելիալ սինդրոմի ախտորոշման համար նպատակահարմար է իրականացնել ուլտրաձայն հետազոտություն, տոնոմետրիա, գոնիոսկոպիա, սպեկուլյար միկրոսկոպիա եւ առաջային հատվածի OCT։ Ողջունում եմ բոլորին։ Հակագլաուկոմատոզ իմպլանտներ։ Ինչ է շունտի հիմնական գործառույթը գլաուկոմայի բուժման մեջ։ Աչքի ներսում դեղի ներմուծումը, նոր արտահոսքի ուղու ստեղծումը, տեսողական նյարդի վերականգնումը, եղջերաթաղանթի հաստացում։ Մյուս հարցը. Որ սարքն է պատկանում MIX խմբին, Ահմեդ Փական, Պրեզերֆլո միկրոշունտ, iStent, տրաբեկուլեկտոմիա։ Մյուս հարցը. Որն է iDose իմպլանտի հիմնական առավելությունը։ Միայն կարճաժամկետ ազդեցություն, պահանջում է ամենօրյա տեղադրում, երկարաժամկետ դեղի արտազատում եւ ներակնային ճնշման վերահսկում, օգտագործվում է միայն ծանր դեպքերում։ Որ սարքն է տեղադրվում սուպրախորիոիդալ տարածությունում, ուվեոսկլերալ արտահոսքը բարելավելու նպատակով։ iStent-ը, Hydrus միկրոստենտը, G3 ստենտը, Ահմեդ Փականը։ Եվ վերջին հարցը, որն է Ահմեդ գլաուկոմա Փականի հիմնական առավելությունը։ Տեսողության լիարժեք վերականգնում, Փականի մեխանիզմ հիպոտոնիայի կանխման համար, միայն կոսմետիկ ազդեցությունը եւ օգտագործվում է միայն թեթև գլաուկոմայի դեպքում։ Շնորհակալություն։ Եթե թույլ տաք մի վարքան ձեր ժամանակը խլեմ, մեզ միացել են նաև Մաթյու Ուեյդը, ով Irvine-ի Կալիֆոռնիայի համալսարանի Gavin Herbert անվան աչքի ինստիտուտի ակնաբուժության բաժանմունքի բժիշկ է եւ կլինիկական դոցենտ, նաև պատերազմի մասնակիցների հիվանդանոցի եղջերաթաղանթի ծառայության ղեկավար եւ ակնաբուժ Long Beach, Կալիֆոռնիա, ԱՄՆ։ Հաճույքով եւ սիրով ողջունում ենք Դոկտոր Ուեյդին եւ խոսքը տալիս մեր կլինիկական արտոնատարներին։ Այս պահին հարցերի պատասխանները մինչև լինեն, ուղղակի նորից ես ինքս էլ ողջունեմ Մաթյու Ուեյդին, որը այս վաղ առավոտյան եւս միացավ մեզ, միասին խոսելու, լսելու գլաուկոմայի արդի խնդիրների մասին եւ իրիդոկորնեոենդոթելիալ սինդրոմը, որը կլինի հաջորդ զեկուցումը, շատ հետաքրքիր ներկայացված է լինելու, թե ինչ մոտեցումներ են այսօր պահանջում, որն է ճիշտը մոտեցման, նոր տեսությունները եւ զեկուցման մեջ նաեւ Սյուզաննան ներառել է մեր անձնական մոտեցումը, որը երբեմն կարող է եւ մի փոքր տարբերվի ընդհանուր տպավորությունից, քանի որ քանակով ավելի շատ ունեցանք բուժառուներ, քան նախկինում էինք ունենում։ Իսկ երկրորդ զեկուցումը, որը նվիրված է իմպլանտներին, քանի որ գիտեք, որ 2007 թվականի գլաուկոզ կազմակերպության հետ դոկտոր Ռիչարդ Հիլը եղել է հիմնադիրներից եւ իր միտքն է եղել առաջինը գլաուկոզ շունտերը, իսկ հետո Ջոն Հովանեսյանը ինքը իր անձնական փորձը ունի հենց այս շունտերի վերաբերյալ, մենք 2007 թվականից սկսել ենք իմպլանտների կիրառումը։ Մինչ այդ դեռ 1900-ական թվերին Ռիչարդ Հիլը, որ գալիս էր Հայաստան, առաջին Ահմեդ Փականը ինքը տեղադրեց Հայաստանում, հատկապես երեխաներին, այնինչ պետք էր, որպեսզի պահպանվեր ծանր, հատկապես ռեֆրակտեր գլաուկոմաների ժամանակ։ Իսկ 2007 թվականից այս տիպի իմպլանտներ անելուց եւ գիտական աշխատանքներ կատարելիս մենք հասկացանք, որ գլաուկոման այս
մինիմալ ինվազիվ գլաուկոմաների վիրահատության շնորհիվ դառնում է ել ավելի վիրահատական հիվանդություն, քանի գնում ավելի շատ, քանի որ երբեմն մոտենում ենք նրան, որ այս իմպլանտները կարող են կիրառվել անգամ վաղ փուլերում, երբեմն անգամ մինչև դեղորայք նշանակել, եթե բուժառուն չի ցանկանում դեղամիջոցները կամ հոգնում է կամ ինչ որ մի բանով իրեն կողմնակի էֆեկտների պատճառով հաճելի չէ կաթացնելը։ Կարող ենք սկսել։ Այո։ Շնորհակալություն շատ։ Իդոկորնեոենդոթելիալ սինդրոմ։ Իդոկորնեոենդոթելիալ սինդրոմը պրոգրեսիվող ծանր աչքի հիվանդություն է, որը առավել հաճախ ախտահարում է եղջերաթաղանթը, ծիածանաթաղանթը եւ առաջային խցիկի անկյունը։ Մեծ մասամբ հանդիպում է 30-ից 50 տարեկան անձանց շրջանում, բայց մեր կլինիկական փորձը ցույց է տվել, որ 20 տարեկան հասակում եւս այն հանդիպում է։ Մեծամասամբ հանդիպում է կանանց շրջանում եւ առավելապես միակողմանի է ախտահարումը լինում, որպես այդպիսին գենետիկ նախատրամադրվածություն չի հայտնաբերվում, բայց մի քանի գրականությունում նշվում է, որ կապ կա herpes simplex վիրուսի եւ Epstein-Barr վիրուսի հետ, կատարված PCR հետազոտությամբ հայտնաբերվել են վերոնշյալ վիրուսների դնթ-ները, ինչպես նաեւ առաջային խցիկի անկյունից։ Ինչպես գիտենք, ներակնային հեղուկը արտադրվում է թարչային մարմնի կողմից եւ հեղուկի մեծ մասը արտահոսում է տրաբեկուլյար համակարգով։ Այս սինդրոմի ժամանակ խանգարվում է ներակնային հեղուկի նորմալ արտահոսքը, դրանով պայմանավորված բերելով գլաուկոմայի առաջացման։ Սինդրոմի ժամանակ եղջերաթաղանթի էնդոթելիալ շերտի բջիջները կորցնում են իրենց նորմալ ֆունկցիան, վերափոխվելով, նմանվելով էպիթելիալ բջիջների, քանակով քչանում են, միգրացվում են, գնում դեպի առաջային խցիկի անկյուն, խցանելով այդ հատվածը, մեմբրաններ են առաջացնում, որոնք կպումներ են բերում, փակելով առաջային խցիկի անկյունը, բերելով նորմալ դրենաժային համակարգի ընկճման ու ներակնային ճնշման բարձրացման, դրանով պայմանավորված գլաուկոմայի առաջացման։ Տարբերում ենք 3 կլինիկական տեսակներ, առաջինը էսենցիալ կամ պրոգրեսիվող ծիածանաթաղանթի ատրոֆիան է, երկրորդը Չանդլերի սինդրոմը եւ երրորդը ծիածանաթաղանթի նևուսը կամ Կոգեն-Ռիսի սինդրոմն է։ Առաջինը դա էսենցիալ կամ պրոգրեսիվող ծիածանաթաղանթի ատրոֆիան է, որի ժամանակ ծիածանաթաղանթը, ինչպես անվանումից պարզ է, ատրոֆիայի է ենթարկվում, առաջանում են անցքեր ծիածանաթաղանթի վրա, կարծես մի քանի բիբ լինի, պոլիկորիա է բնորոշ, կորեկտոպիա։ Սինդրոմի ժամանակ էնդոթելիալ բջիջները միգրացվում, կպումներ, մեմբրաններ են առաջացնում անկյան հատվածում, ձգելով ծիածանաթաղանթը, փակելով տվյալ հատվածում անկյունը, բերելով ներակնային հեղուկի արտահոսքի խանգարման։ Հաջորդը դա Չանդլերի սինդրոմն է, որն առավելապես ախտահարում է եղջերաթաղանթը, բերելով այտուցի եւ կարծես նմանվում է արծաթագույն պատկեր է ստանում եղջերաթաղանթը։ Այստեղ էնդոթելիալ բջիջները իրենց հեքսագոնալ կառուցվածքը կորցնում են, քանակով քչանում։ Ինչպես գիտենք, էնդոթելիալ բջիջները պոմպային ֆունկցիա են իրականացնում եւ սինդրոմի ժամանակ տուժելով նրանց ֆունկցիան, բերում են այտուցի եղջերաթաղանթի եւ էնդոթելիալ բջիջները միգրացվում են անկյան շրջանում, խցանելով տրաբեկուլյար համակարգը, դրանով պայմանավորված բերելով ներակնային հեղուկի արտահոսքի խանգարման եւ հետեւաբար գլաուկոմայի առաջացման։ Եվ երրորդ տեսակը դա ծիածանաթաղանթի նևուսն է կամ Կոգեն-Ռիսի սինդրոմը, որի ժամանակ ծիածանաթաղանթի վրա առաջանում են հանգույցներ, դրանք եւս էնդոթելիալ բջիջների միգրացիայի հետևանքով են առաջանում, բնորոշվելով էլի կորեկտոպիայով, հանգույցները կարծես կնճռոտվում եւ բիբը լայնացնում, ձգում են տվյալ հատվածում ու անկյունը փակում են եւ անկյան այդ 360 աստիճանի 1/3-ի խցանման փակման դեպքում արդեն նորմալ հեղուկի արտահոսքի ֆունկցիան տուժում է ու բերում է գլաուկոմայի առաջացման։ Հիվանդները գանգատվում են տեսողության վատացումից, աչքերի դիսկոմֆորտից, ցավից, կարմրությունից եւ մեծ մասամբ սինդրոմը առաջինը հենց հայտնաբերվում է գլաուկոմատոլոգների կողմից։ Այստեղ հեշտ հիշելու համար ICE ծիածանաթաղանթի ատրոֆիան բերելով դեֆորմացիայի, եղջերաթաղանթը բերելով այտուցի ու ոչ նորմալ էնդոթելիալ բջիջներով եւ ներակնային հեղուկի արտահոսքի խանգարումով պայմանավորված ներակնային ճնշման բարձրացման եւ գլաուկոմայի առաջացման։
Ախտորոշումը կլինիկական հետազոտություններ են իրականացվում մի շարք, առաջին հերթին ճեղքային լամպով բիոմիկրոսկոպիկ հետազոտություն ենք իրականացնում, որով տեսնում ենք ծիածանաթաղանթի ատրոֆիաները, դեֆորմացիաները, ինչպես նաև եղջերաթաղանթի այտուցը, ներակնային ճնշումն ենք չափում տարբեր մեթոդներով, գոնիոսկոպիա ենք իրականացնում, անկյունը նրա կառույցները ինչ-որ փոփոխությունները հայտնաբերելու համար, սպեկուլյար միկրոսկոպիայով էնդոթելիալ բջիջների քանակը, ձևը, նրանք հետազոտում ենք էնդոթելիալ բջիջները եւ առաջային հատվածի օսիթի հետազոտություն կրկին վիզուալիզացնելու համար անկյունը։ Բուժումը ուղղված է հիմնականում բարդությունների կանխարգելմանը, առաջին հերթին դեղորայքային բուժում են իրականացնում, հակագլաուկոմատոզ դեղորայքով, գրականություններում նշվում է, որ խորհուրդ չի տրվում պրոստագլանդինային ինհիբիտորներ օգտագործել, քանի որ նրանք կարող են խթանել հերպես վիրուսների ակտիվացմանը, բայց մեր կլինիկական փորձը ցույց է տալիս, որ բավականին արդյունավետ են տվյալ դեղորայքը, եւ իհարկե վիրահատական միջամտությունը, տրաբեկուլոտոմիան եւ ինչպես նկարում է պատկերված շունտային վիրահատությունները, աղմետ փականային իմպլանտացիան եւ եղջերաթաղանթի ծանր ախտահարումների պարագայում իհարկե կերատոպլաստիկա եւս իրականացվում է։ Ներկայացնեմ կլինիկական դեպք։ Սերգեյ Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն է դիմել 42-ամյա տղամարդ աչքի բացակայությամբ եւ ձախ աչքում տեսողության սրությունը 0.7 էր, ներակնային ճնշումը տվյալ աչքում 36 մմ սնդիկի սյուն, նշանակվեց դեղորայքային բուժում, կոսոտ, աչքի կաթիլներ եւ տաֆլոտան աչքի կաթիլներ, մեկ շաբաթ անց նկատվեց, որ դեղորայքը անարդյունավետ է եւ որոշում կայացվեց իրականացնել վիրահատական միջամտություն, տրաբեկուլոտոմիա, տվյալ պարագայում այս վիրահատական միջամտությունը որոշում կայացվեց իրականացնել, քանի որ նրա շաղկապենին բավականին լավ վիճակում էր եւ հնարավորություն կար իրականացնելու սա եւ վիրահատությունից հաջորդ օրը տվյալ պատկերը հենց հաջորդ օրվան նկարն է, տեսողության սրությունը 0.7 ներակնային ճնշումը 13 մմ սնդիկի սյուն։ Այսպիսով իրիդոկորնեոէնդոթելիալ սինդրոմը ծանր պրոգրեսիվող հիվանդություն է, որը դժվար է կառավարել եւ անընդհատ պահանջում է ակնաբուժի վերահսկողություն եւ հիվանդության ելքը կախված է գլաուկոմայի ծանրության աստիճանից եւ եղջերաթաղանթի ախտահարման աստիճանից։ Շնորհակալություն։ Երևի սկզբում երկրորդ զեկուցումը, հետո դիսկուսիան, չէ՞։ Հակագլաուկոմատոզ իմպլանտներ, մեր կլինիկական փորձը։ Նախ ինչ է գլաուկոման։ Գլաուկոման տեսանյարդը ախտահարող աչքի հիվանդությունների խումբ է, որի ժամանակ վնասվում է տեսողական նյարդը, հաճախ բարձր ներակնային ճնշման պայմաններում եւ դրսևորվում տեսողության անդառնալի կորստով, մինչեւ կուրություն, ինչպես նաեւ գլաուկոման համարվում է առաջային խցիկի անկյան հիվանդություն։ Գլաուկոման ըստանկյան կառուցվածքի լինում է բացանկյուն եւ փականկյուն։ Բացանկյուն գլաուկոման քրոնիկ պրոգրեսիվող օպտիկ նեյրոպաթիա է, տեսողական նյարդի վնասումը այն պայմաններում, երբ առաջային խցիկի անկյունը բաց է, իսկ փականկյուն գլաուկոման գլաուկոմայի տեսակ է, երբ առաջային խցիկի անկյունը մասամբ կամ լիովին փակվում է, որը բերում է հետին խցիկից դեպի առաջային խցիկ ներակնային հեղուկի արտահոսքի խանգարման, ներակնային ճնշման բարձրացման եւ տեսողական նյարդի վնասման։ Վերհիշենք առաջին խցիկի անկյան կառուցվածքը։ Շվալբեի գիծ, որը իրենց ներկայացնում է եղջերաթաղանթի դեսցեմենտյան մեմբրանի տերմինալ հատված, տրաբեկուլյար ապարատ, որ ունի ցանցանման կառուցված, կազմված է թիթեղներից անցքերից, որով ներակնային հեղուկը հոսում է դեպի շլեմյան կանալ, շլեմյան խողովակ, որով ներակնային հեղուկը արտահոսում է դեպի էպիսկլերալ երակային համակարգ, սկլերալ ելուն, սկլերայի հենարանային հյուսվածք, որին ամրանում է ցիլիար մարմինը եւ տրաբեկուլյար ապարատը, ցիլիար մարմնի ժապավեն տեղակայված է անկյան ամենախորը հատվածում, ցիլիար մարմնի երկայնաձիգ մկանաթելերն են եւ ծիածանաթաղանթի պերիֆերիում։ Գլաուկոմայի վիրաբուժության մեջ հաճախ կիրառվում են հատուկ սարքեր, որոնք բարելավում են ներակնային հեղուկի արտահոսքը եւ իջեցնում են ներակնային ճնշումը։ Դրանք կոչվում են գլաուկոմայի դրենաժային սարքեր կամ իմպլանտներ, շունտեր եւ ստենտներ։
Նրանք մինիմալ ինվազիվ կիրառվող փոքր սարքեր են եւ տարբերությունը նրանց ստենտները տեղադրվում են աչքի ներակնային հեղուկի արտահոսքի բնական ուղու մեջ, իսկ շունտերը ստեղծում են նոր ուղի եւ հաճախ ունեն պլատա կամ ռեզերվուար։ Ստենտները տեղադրվում են տրաբեկուլյար ապարատում եւ բարելավում են ներակնային արտահոսքը դեպի շլեմյան խողովակ։ Այստեղ տեսակներն են ստենտների ըստ ժամանակահատվածի։ Ստենտի կառուցվածքը հետևյալն է, ունի մուտքային հատված դեպի առաջային խցիկ, խողովակ, որով հոսում է ներակնային հեղուկը, ելքային հատված դեպի շլեմյան խողովակ եւ ռետենցիոն ֆիքսացիոն հատվածներ, որով ֆիքսում է տրաբեկուլյար ապարատին։ Միքս ստենտների տեսակները ըստ սերունդների G1 ստենտը առաջին սերնդի, G2 iStent inject-ը երկրորդ սերնդի, G3 suprachorioidal ստենտը եւ iDose իմպլանտը, սրանք բոլորը պատկանում են Glaukos ընկերության։ G1 եւ G2 ստենտները առաջին եւ երկրորդ սերնդի գլաուկոմա միկրոստենտներ են, որոնք մշակվել են Glaukos ընկերության կողմից, տեղադրվում են տրաբեկուլյար ապարատում, ստեղծում են մշտական միկրոանցքեր եւ ապահովում ներակնային հեղուկի արտահոսքը տրաբեկուլյար ապարատով դեպի շլեմյան խողովակ եւ հավաքող խողովակներ։ Հիմնական թիրախը հանդիսանում է ներակնային հեղուկի արտահոսքի դասական ուղին, բարելավելով ֆիզիոլոգիական դրենաժը։ Մյուս ստենտը սուպրախորիոիդալ սարքերն են, տեղադրվում են սուպրախորիոիդալ տարածությունում եւ ապահովում են ներակնային հեղուկի կուտակումը, ժամանակավոր կուտակումը սուպրախորիոիդալ տարածությունում, ցուցված են միջինից ծանր գլաուկոմաների ժամանակ։ Սուպրախորիոիդալ սարքի օրինակ է G3 iStent-ը, երրորդ սերնդի սուպրախորիոիդալ միկրոստենտ, ահա նկարը։ G3 ստենտը ունի 4 մմ երկարություն, կազմված է պոլիեթեր սուլֆոնից, պատված է տիտանի թաղանթով եւ ապահովում է մշտական արտահոսք դեպի սուպրախորիոիդալ տարածություն։ Մեկ այլ ստենտի օրինակ է հիդրուս միկրոստենտը, անունը ծագել է լատիներեն հիդրուս բառից, որը նշանակում է ջրատար, ջրային ուղի, նմանեցնելով, որ ստեղծվում է շլեմյան կանալից հեղուկի նոր արտահոսք։ Տեղադրվում է շլեմյան խողովակում, ունի 8 մմ երկարություն, կազմված է մուտքային հատվածից դեպի առաջային խցիկ եւ կմախքից 7 մմ, որը իր հիմնական մարմինն է, բաց է պահում շլեմյան խողովակ։ Այժմ կներկայացնեմ կլինիկական դեպքը, 40-ամյա տղամարդ, աջ հաճքում ախտորոշված է յուվենիլ բացանկյուն գլաուկոմա եւ տեղադրված է հիդրուս միկրոստենտ, տեսողության սրությունը այս աչքում 0.7 է, ներակնային ճնշումը 16 մմ սնդիկի սյուն ըստ Գոլդմանի։ Նույն բուժառուի մյուս աչքը, ախտորոշված յուվենիլ բացանկյուն գլաուկոմա 2A, տեղադրված է 2 G2 տեսակի միկրոստենտ, տեսողության սրությունը այս աչքում 0.6, ներակնային ճնշումը 17 մմ սնդիկի սյուն։ Գոյություն ունի նաև iDose իմպլանտը, որը իրենց ներկայացնում է դեղապատ իմպլանտ, տեղադրվում է առաջային խցիկում, սակայն չի ստեղծում նոր արտահոսքի ուղի, այլ ժամկետով արտազատում է դեղորայք, այս դեպքում տրավոպրոստը դանդաղ կարելի է, որպեսզի թարգման չհասցնի ձեզ թարգմանել, իհարկե։ iDose իմպլանտը պարունակում է տրավոպրոստ, պրոստագլանդինի անալոգ, տեղադրվում է առաջային խցիկում եւ ապահովում է ներակնային ճնշման երկարաժամկետ ազդեցություն ամիսներ, տարիներ շարունակ։ Կլինիկական դեպքը 75-ամյա տղամարդ, երկու աչքում ախտորոշված բացանկյուն գլաուկոմա, ցախ աչքում տեղադրվել է iDose իմպլանտ 2 տարի առաջ։ Տեսողության սրությունը լավագույն կորեկցիայով 0.7 է, ներակնային ճնշումը 20 մմ սնդիկի սյուն ըստ Գոլդմանի։ Գոյություն ունի մեկ այլ իմպլանտ, Supraflow իմպլանտը, որը նորարար իմպլանտ է, մշակվել է Ciliatec ընկերության կողմից, տեղադրվում է ցիլիար մարմնի եւ սկլերայի միջև, կիրառելով ցիլիոսկլերալ տեխնիկան։ Այս իմպլանտը առանձնանում է նրանով, որ ուվեոսկլերալ արտահոսքն է լավացնում եւ չունի անմիջական մուտք դեպի առաջային խցիկ, այլ տեղադրվում է սկլերայի եւ ցիլիար մարմնի միջև։ Դրանով խուսափում ենք այնպիսի բարդություններից, ինչպիսիք են եղջերաթաղանթի էնդոթելի վնասումը, հիպոտոնիան, որը կլիներ ավանդական դասական վիրաբուժության դեպքում այդ ռիսկերը։ Ահա այստեղ Supraflow իմպլանտը հստակ տեսանելի է ցիլիար մարմնի եւ սկլերայի միջև։ Ահա իմպլանտը ուլտրաբիոմիկրոսկոպիկ հետազոտությամբ։ Խոսենք շունտերի մասին, շունտերը ստեղծում են արտահոսքի նոր ուղի, ներակնային հեղուկի շրջանցելով բնական ուղիները, շունտերը ունեն խողովակ, որը տեղակայվում է առաջային խցիկում եւ սովորաբար ունեն ռեզերվուար, կոնյուկտիվայի տակ է տեղադրվում։
Շունտերը կիրառվում են ռեֆրակտոր ծանր գլաուկոմաների ժամանակ, տեսակներն են ահմետ գլաուկոմա փականը, Բերվելդը, Մոլտենոն, Պրեզերֆլո միկրոշունտը, կարող են լինել փականներով եւ առանց։ Խոսենք Պրեզերֆլո միկրոշունտի մասին, իրենց ներկայացնում է 8.5 մմ երկարությամբ դրենաժային խողովակ, կազմված է բիոհամատեղելի պոլիմերից, սիպսից, որը շատ նվազագույն բորբոքային ռեակցիա կարող է առաջացնել, տեղադրվում է առաջային խցիկում եւ ապահովում է առաջային խցիկից արտահոսքը ներակնային հեղուկի դեպի սուբկոնյուկտիվալ տարածություն, ստեղծելով բարձիկ։ Ահա մեր կլինիկական դեպքը 30-ամյակին ախտորոշված Ստյուրջվեբեր համախտանիշ, որը ունի աչաջքում ակնային դրսևորումները։ Նախավիրահատական ստուգումներն են աչաջքում տեսողության սրությունը 0.8 ներակնային ճնշումը 45 մմ սնդիկի սյուն ըստ Գոլդմանի, ձախ աչքում 0.2-0.3 ներակնային ճնշումը, ձախ աչքում 19 մմ սնդիկի սյուն ըստ Գոլդմանի։ Որոշվել է իրականացնել Պրեզերֆլո միկրոշունտի իմպլանտացիա աչաջքում, քանի որ գիտենք, որ Ստյուրջվեբեր համախտանիշի ժամանակ էպիսկլերալ երակային համակարգում բարձր ներակնային ճնշում է լինում եւ շատ են բարդությունները, ինչպիսիք է արյունահոսությունը հետվիրահատական եւ ավելի ագրեսիվ վիրաբուժությունից փորձել են խուսափել իրականացնելով այս միկրոշունտի իմպլանտացիան։ Եվ ահա 4 ամիս անց իմպլանտացիայից հետվիրահատական ստուգումները աչաջքում ներակնային ճնշումը 19 մմ սնդիկի սյուն է, ձախ աչքում 13 մմ սնդիկի սյուն։ Խոսենք ահմետ գլաուկոմա փականի մասին, իրենից ներկայացնում է դրենաժային իմպլանտ խողովակ, որը ապահովում է ներակնային հեղուկի արտահոսք առաջային խցիկից դեպի սուբկոնյուկտիվալ ռեզերվուար, որտեղ կուտակվում է ներակնային հեղուկը, ահմետ փականը ունի փականային մեխանիզմ, որը կանխում է վաղ հետվիրահատական հիպոտոնիայի առաջացումը։ Ահմետ փականը ցուցված է ռեֆրակտոր ծանր գլաուկոմաների ժամանակ, ներկայացնենք մի քանի կլինիկական դեպքեր ահմետ փականի իմպլանտացիայի։ Առաջին կլինիկական դեպքը բուժառում 40-ամյա տղամարդ, մանկական տարիքում ախտորոշվել է բնածին գլաուկոմա։ Աչաջքում տեսողության սրությունը 0 է, ձախ աչքում 1 երկու աչքում տեղադրվել է ահմետ գլաուկոմա փական եւ ահա հետվիրահատական տվյալներն են, որոնք խոսում են այն մասին, որ 25 տարի առաջ տեղադրված ահմետ փականը արդյունավետորեն գործում է։ Մեկ այլ կլինիկական դեպք 32-ամյա տղամարդ, երկու աչքում ախտորոշված յուվենիլ բացանկյուն գլաուկոմա եւ երկու աչքում էլ տեղադրվել է ահմետ փական եւ ահա հետվիրահատական տվյալներն են։ Եվ մեր վերջին կլինիկական դեպքը բուժառում 43 տարեկան տղամարդ է, դիպելիս ընդունվելիս աչաջքում տեսողության սրությունը 0.7 է, ներակնային ճնշումը 16 մմ սնդիկի սյուն, ձախ աչքում տեսողության սրությունը 0.6 է, ներակնային ճնշումը 33 մմ սնդիկի սյուն ըստ Գոլդմանի։ Ախտորոշված է աչաջքում վիրահատված բացանկյուն գլաուկոմա, ձախ աչքում բացանկյուն գլաուկոմա եւ 4 տարի առաջ տեղադրվել է այդոս իմպլանտը, դեղապատ իմպլանտը եւ որոշվել է ձախ աչքում իրականացնել տրաբեկուլեկտոմիա իրիտոտոմիայի հետ եւ ահա այս պատկերը հենց վիրահատության օրն է, հետվիրահատական տվյալներն են, ներակնային ճնշումը 15 մմ սնդիկի սյուն է, որը վկայում է այն մասին, որ ներակնային ճնշումը նշանակալիորեն իջել է։ Follow-up-ը 1 շաբաթ անց տեսողության սրությունը լավագույն կորեկցիայով 0.6 է, ներակնային ճնշումը 16 մմ սնդիկի սյուն է ըստ Գոլդմանի։ Այսպիսով, շունտերը եւ ստենտները արդյունավետորեն իջեցնում են ներակնային ճնշումը, ստեղծելով ալտերնատիվ արտահոսքի ուղիներ։ Իմպլանտները հաճախ ցուցված են ռեֆրակտոր ծանր գլաուկոմաների ժամանակ, հատկապես երբ վիրաբուժական, դեղորայքային, լազերային թերապիան լինում են անարդյունավետ։ Եվ սարքի ընտրությունը կախված է գլաուկոմայի տեսակից, փուլից, նախնական ակնային վիրաբուժությունից, շաղկապենու վիճակից եւ իհարկե բուժառուի անհատական առանձնահատկություններից։ Շնորհակալություն ուշադրության համար։ Շատ շնորհակալություն հետաքրքիր զեկուցման համար, շատ դակությունը բավականին առատ էր եւ ամեն ինչ հետաքրքիր էր։ Երևի սկսենք խոսել, հա։ Ինչպես կառաջարկել խոսքը տանք մեր գոլեգաներին։ Եթե հարցեր ունենք կամ ինչ-որ մի մեկնաբանություն, Dr. Hill, Շատ լավ աշխատանք էր, շատ գիտական մոտեցմամբ։ Կարծում եմ շատ կարևոր աշխատանք է կատարվել գլակոմայի համատեքստում Հայաստանում։ Եվ Հայաստանը հիմա գլակոմայի բուժման հարցում առաջատարներից է աշխարհում։
Եվ մենք շատ հպարտ ենք այն ձեռքբերումներից, որ Հայաստանում ունենք։ Մեկ այլ հետաքրքիր բան այն է, որ մոտ 20 տարի առաջ մի գլակոմայի դեպք կար, բորբոքային ծագում ուներ, մազերս դրանից սպիտակեցին այդ բուժումները իրականացնելիս։ Եվ շատ հետաքրքիր է, որ ասում եք, որ IC սինդրոմը ավելանում է եւ կասկածում եք, որ բորբոքային ծագում ունի, դա շատ հետաքրքիր է։ Պետք է տեսնենք, ավելի ուսումնասիրենք եւ այո, եղջերաթաղանթի հարցեր բժիշկները մեզ կասեն, մեզ կլուսաբանվորեն այս հարցում։ Ինչ վերաբերում է վիրահատական որոշումներին, իրականում դրանք դեպքից դեպք տարբերվում են, ինչ վերաբերում է ծիածաթեղանթի ատրոֆիային, չեմ կարծում, որ տրաբելոկտոմիան միանգամից արժե փորձել, որովհետև կարելի է միգուցե որոշակի մանևրներ կատարել։ Կարծում եմ, որ Չենդլերի եւ Քոգեն-Ռիզի համախտանշի դեպքում, այո, միգուցե տրաբելոկտոմիա ավելի արժե անել, բայց մակրոշունտերի ստենտերի դեպքում այդքան էլ չէ։ Չեմ կարծում, որ սուպրակորնեալ իմպլանտները լավ կաշխատեն, որտեղ այդ բացվածքները կփակեն, բայց հետաքրքիր կլինի տեսնել արդյոք այդ իմպլանտները ինչ որ մեկը փորձել է։ Ուզում եմ նաև Տիկին Ոսկանյանին հարցնել, թե այդ մասին ինչ կարծիք ունի։ Հիանալի ներկայացումներ էին, շատ լավ աշխատանք է կատարել, հարգելի բժիշկներ։ Ինչ վերաբերում է եղջերաթաղանթի սինդրոմին, գիտեք, ինչ վերաբերում է եղջերաթաղանթին, վերջին տարիներին ինձ սկսել է ավելի շատ այս արհեստական ծիածանաթաղանթի հարցը հետաքրքրել, եւ եթե ես պացիենտ լինեի, ես կփորձեի երևի ծիածաթաղանթի իմպլանտ տեղադրել ետևում, ինչը ապագայում միգուցե ավելի հեշտացներ գործը։ Դոկտոր Բարսեղյան, նախ եւ առաջ շնորհակալություն ինձ հրավիրելու համար, ուզում եմ ձեզ շնորհավորել այս կատարված աշխատանքի կապակցությամբ, ինչ վերաբերում է իրիտոկորնեալ սինդրոմի հետ կապված իմ փորձին, ես տրաբելոկտոմիան այս դեպքերում չեմ փորձել, ինձ տպավորում է, որ դուք այդ քաջությունը ունեցել եք դա անելու, որովհետև այն դեպքերը, որ ես եմ ունեցել, միշտ Ահմեդի իմպլանտ տարբերակին եմ անցել եւ գիտեք ինչն է խնդիրը, որ իմպլանտը տեղադրելուց հետո 4-6 շաբաթ հետո սկզբում ճնշումը իջավ, հետո 4-6 շաբաթ հետո ճնշումը միանգամից սկսեց բարձրանալ եւ ես չէի հասկանում, թե հիպերտենզիվ փուլ է, թե այլ բաներ էր տեղի ունենում եւ ես գիտակցեցի, որ այն թաղանթը շարունակում է աճել, այն միկրոսկոպիկ է եւ արգելափակում է խողովակը եւ ես ինչ արեցի, յակ լազեր օգտագործեցի, թաղանթը առհասարակ չէր երևում, ուղղակի ես բացահայտեցի, որ կարողացա այդպես ճնշումը նվազեցնել հիպերտենզիվ փուլում։ Գիտեք, այս վիճակի հետ կապված խնդիրը այն է, որ թաղանթը այնքան դիմացկուն է, եւ ինձ իսկապես տպավորում է, որ տրաբելոկտոմիայի դեպքում դուք հաջողության եք հասել, որովհետեւ նույնիսկ Ահմեդի փականի դեպքում շատ դժվար է։ Կարևոր բան ասացիք, երբ խոսում ենք այս խողովակների մասին, եղջերաթաղանթի դեպքում որոշակի վտանգներ կան, ապագայում նրանք երևի եղջերաթաղանթի փոխպատվաստումով պետք է անցնեն։
Ես էլ մի հարց ունեմ։ Նախ եւ առաջ շնորհակալություն այս հիանալի պրեզենտացիաների համար։ Շնորհակալություն շունտերը եւ թերաստենտերը ներկայացնելու համար։ Իհարկե կա տարբերություն, թե ICE սինդրոմ ինչպես է դրսևորվում հայկական պացիենտների շրջանում, այսինքն դեպքերը կարող են տարբեր լինել, որոշ դեպքերում դուք հաջողել եք այնտեղ, որտեղ այլ ոք չեն հաջողել, եւ արդյոք դուք կարծում եք, որ իդոկորնեալ էնդոթելիալ սինդրոմը այլ մի քիչ տարբերվող դրսևորումներ ունի հայկական բնակչության շրջանում, այսինքն տարբեր բնակչությունների շրջանում կարող է տարբեր դրսևորումներ ունենալ։ Շնորհակալություն, ես շարունակեմ դոկտոր Հիլի եւ Բարսեղյանի խոսքը, ինչ վերաբերում է տրաբոլեկտոմիային, որ մենք իրականացրել ենք, Սահիկը, որ մենք ցույց տվեցինք պրեզենտացիայի ընթացքում, գիտեք, պացիենտը Ահմեդի Փականի համար գումար չուներ, բայց միայն այդ պատճառով մենք դա չարեցինք։ Մենք իհարկե Ահմեդի Փականը կօգտագործենք, եթե համոզված լինենք, որ աշխատել, բայց այս կոնկրետ պարագայում, քանի որ կոնյունկտիվան լավ վիճակում էր, եւ իրիդոկորնեալ մասը այդքան էլ վնասված չէր, մենք մտածեցինք, որ միգուցե առանց որևէ շունտի մենք կարողանանք եղջերաթաղանթը ավելի լավ պաշտպանել եւ շատ ուրախ ենք տեսնել, որ փաստորեն հաջողված էր։ Որոշակի խնդիր եղավ, մի քանի շաբաթ հետո այն լուծվեց, պացիենտը իրեն լավ է զգում։ Երբեմն մենք ինչ վերաբերում է պաթոգենետիկ եղանակներին, գրականությունը ժամանակակից ցույց է տալիս, որ հերպեսի վիրուսով կարող է սկսվել, այսինքն սկզբում ինչ որ վարակ կամ հերպեսի վիրուս է լինում, բայց մեր փորձը ցույց է տալիս, որ երբեմն զուտ կորնեալ ուվեոֆթոկնապիա, այսինքն բորբոքման հետ գործ չունենք, ուղղակի պերիֆերիկ եղջյուրաթեղանթի ինչ-որ փոփոխություններ լինում ծիածանաթեղանթը, եւ հետեւաբար մենք կարծում ենք, որ պրոստագլանդինը իսկապես շատ օգտակար է, որտեղ գրականությունը ասում է, որ պրոստակները օգտագործելը այդքան էլ լավ չէ, բայց մեր փորձը ցույց է տալիս, որ դրանք շատ օգտակար են, որտեղ տարիքը համեմատաբար երիտասարդների մոտ է լինում եւ այս պարագայում օգտակար է, շատ օգնում էր։ Այսինքն մենք որ ստենտեր չենք փորձել այս սինդրոմի համար, որտեղ դա չենք անում, որովհետև մենք չենք էլ փորձել այս տարբերակը, բայց Ահմեդի Փականի պարագայում, ինչպես դոկտոր Բարսեղյանը ասաց, երբ Ահմեդի Փական ենք օգտագործում այս սինդրոմի համար, մենք խողովակը ավելի երկար ենք պահում անտերիոր խցիկում, առաջնային խցիկում, եւ այսինքն մենք ավելի երկար խողովակ ենք օգտագործում առջևի խցիկում, նույնիսկ մինչև այդ օպտիկ մասը, որպեսզի այդ խցանումից խուսափենք։ Այո, բուժումը շատ դժվար է, կառավարումը շատ դժվար է, եւ հենց այդ պատճառով որ մենք փորձեցինք կիսվել մեր փորձով, ինչպես դոկտոր Հիլը ասաց, հանգամանիցկի սինդրոմի մասին խոսեց, կարծում եմ այն ICE սինդրոմին շատ նման է, բայց խնդիրն այն է, որ խորհրդային տարիներին մարդիկ ասում էին, որ այսքան երբ օգտագործում են հակաբիոտիկներ, եւ դոկտոր Հիլ մենք մտածում ենք, որ
Սա կարող է պատճառը կարող էին լինել ծնվելուց հետո անմիջապես ծնունդից հետո վարակները կամ բորբոքային պրոցեսները կամ այն հակաբիոտիկները, որ իրենք օգտագործում էին, այսինքն սրանք շատ լուրջ դեպքեր էին եւ էնդոթելիալ սինդրոմին շատ նմանն էին։ Հիմա Ֆրանկամինեցկի սինդրոմը չենք հանդիպում դրան։ Բայց 15-20 տարի հետո մենք այդ դեպքեր հանդիպում ենք, հիմա ոչ։ Շատ ուրախ եմ, որ այլևս չեք հանդիպում նման դեպքերի, որտեղ այն շատ գլակոմայի շատ բարդ դեպք է։ Ես փորձեցի նաև խոսել որոշակի իմունոլոգների հետ, դեռ հետազոտություններ չեն իրականացվել, բայց եթե այս եղջերթաղանթի փոխպատվաստները վերլուծվեն, միգուցե այո, դնթ-ում իսկապես ինչ-որ փոփոխություններ կան, միգուցե վիրուսները գործոններ են, բայց սա զուտ գուշակություններ եմ անում, ինչ վերաբերում է տրանսպլանտներին եղջերաթաղանթի, ունենք լավ մասնագետներ, որոնք կարող են տվյալները վերլուծել։ Մենք ունենք պացիենտ, ում ամենբական էին դրել եղջերաթաղանթի փոխպատվաստում ենք արել, իրենց շատ լավ են զգում, այսինքն տեսողության սրությունը վերականգնվել է, ինչ վերաբերում է Չենդլերի համախտանիշին, նույնիսկ եթե գլակոմայի է հասնում, այն այդքան լուրջ չի լինում, ինչպես այս ծիածանաթաղանթի մեզոդերմալ ատրոֆիան, այն երևի այդ 3 սինդրոմներից ամենածանրն է։ Համաձայնեք ինձ հետ, Ջոն։ Իրականում, դժվար է։ Այս հիվանդությունները ավելի նման են իրար, քան տարբեր են իրարից։ Հիմնականում կանանց շրջանում է լինում, մի աչքում, հետո ժամանակի հետ զարգանում է։ Չգիտեմ, միգուցե ինֆեկցիաները գործոն են, վիրուսային ինֆեկցիաները, կարծես թե աուտոիմուն ինչ-որ գործոններ չկան, որտեղ աուտոիմունների դեպքում հիմնականում երկկողմանի է լինում։ Հուսով եմ, մասամբ պատասխանեցի ձեր հարցին։ Մենք շատ ավելի քիչ գիտենք այս հիվանդությունների մասին, քան մենք կարծում ենք։ Այո, ես համաձայն եմ ձեզ հետ։ Օգտագործում ենք մեր փորձը, գրականությունը եւ գալիս հետաքրքիր եզրակացությունների ենք գալիս։ Ես ուզում եի ասել, որ այս աշխատանքը կատարվել է ամբողջությամբ մեր ռեզիդենտների կողմից եւ ես այնքան հպարտ եմ նրանցով, իրենք են պատրաստել այս աշխատանքը, ես կողքից ուսումնասիրել եմ։ Ես էլ մի հարց ունեմ կապված դոկտոր Գասպարյանի ասացի հետ, այդ ստենտերի հետ կապված։ Ես գիտեք, ստենտերի հետ կապված մի քիչ, քանի որ ես ուզում եմ համոզություն անել, որտեղ ես այդ գիտելիք չունեմ, Ռիկին եմ նաև ուզում ես հարցը տալ։ Այս ներբջջային իմպլանտները, դրանք եւս շատ հետաքրքիր տեխնոլոգիա են։ Հաճախ երբ մենք խոսում ենք այդ քլեֆթերի մասին, եւ դոկտոր Բարսեղյանն էլ ասաց, որ սկզբից ճնշումը իջնում է, հետո ճեղքի շնորհիվ եւ հետո մեկ էլ բարձրանում է։ Ես փորձեմ այդ հարցին պատասխանել, թե Հասմիկը թույլ տա, նա էլ կարող է այդ ավելացնել։ Սրանք ավելի մեծ իմպլանտներ են, եթե նկատեցիք 8 մմ երկարությամբ, 4 մմ լայնությամբ։ Եվ այսքան մենք սկլերան փակում ենք, որպեսզի թույլ տանք, որ այդ տարածքը սուպրակորոնիալ աշխատի։ Ինչն էր հետաքրքիր, որ
Այն գնալով իմպլանտը ավելի լավ է աշխատում, սկզբում ավելի վատ է աշխատում, քան հետո։ Այսինքն ինքը ինչ-որ տարածք է իր համար բացում, թույլ է տալիս, որ հեղուկը այդ տարածքով տարածվի եւ արդյունքները շատ լավն էին եւ մենք խցանման հետ խնդիր չունեցանք, այնսուտ ինչ-որ տարածք է ստեղծում այս երկու շերտերի միջև, սկլերայի եւ ցիլիար մարմնի, թռչավոր մարմնի միջև, եւ դա իսկապես աշխատում է եւ թե մենք բլեբ չունենք եւ լավ ներակնային ճնշում ունենք, ուրեմն հեղուկը գնում է այդ տարածք, ինչ վերաբերում է այս վիրահատությանը, ամեն դեպքում այն ավելի քիչ ինվազիվ է։ Եվ մեր գլուկոզ ստենտերը եւ մենք շարունակում ենք այս ոլորտը զարգացնել եւ ես կարծում եմ, որ ապագայում այն ծալովի կլինի, որովհետեւ մեր դեպքում մենք սկլորան երկու կողմից բացում ենք եւ իմպլանտը հրում ենք մի կողմից մյուս կողմը եւ այսպես ավելի շատ ենք վնասում, բայց if ապագայում իմպլանտը մշակվի, կարծում եմ ավելի քիչ կվնասենք։ Փաստորեն սա էքստերնալ արտաքին իմպլանտ է, ոչ ներքին իմպլանտ, փաստորեն դուք չեք բացում այդ կապը առաջնային խցիկի եւ տարածքի միջև, այո։ Այս մեթոդի առավելությունն այն է, որ մենք առաջնային խցիկի անկյունը չենք բացում։ Եվ այդ պատճառով է, որ մենք այդ չենք ունենում բարդություններ, եղջերաթաղանթը չի պոկվում, երբեմն զուտ միակ բարդությունն է, որ ճնշումը այնքան չի իջնում, որքան մենք կուզենայինք, եւ այն շլեմյան խողովակի շատ մոտենում է, եւ հնարավորինս հպվում է շլեմյան խողովակին, իհարկե մենք դա չենք տեսնում, մենք ուղղակի այնպես ենք անում, որ հեղուկը ավելի ագրեսիվ կերպով շլեմյան խողովակով անցնի։ Ինձ դուր է գալիս ձեր գաղափարը կապված այդ ծալովի սարքի հետ, կարծում շատ լավ միտք է։ Կարծում եմ ինցիզեն կարող եք ավելի փոքր անել, կտրվածքը կարող եք ավելի փոքր անել, ինձ հետաքրքիր է, արդյոք չեք ուզում վիսկոդիսեկցիա օգտագործել ավելի եւ այդպես միգուցե կարող եք ստուգել, արդյոք թաղանթը պոկվում է թե ոչ եւ արդեն ավելի փոքր կտրվածքով առաջ ընթանաք, այսինքն այս դեպքում ավելի ստենտ կլինի, քան շունտ։ Դեռ դուք տարածքը բացում եք, որից էլ արդեն կտրենավորվի կարտահոսի հեղուկը։ Իսկապես մեծ պատիվ է ձեզ հետ աշխատել։ Շնորհակալություն։ Հետաքրքիր գաղափար է։ Եվ գլոկոմայի առումով մեր առաջարկությունը հետևյալն է, եւ որ եթե մենք այդպես կարողանայինք անել, ավելի հեշտ կլիներ։ Հուսով եմ ապագայում այդ զարգացմանը կհասնենք։ Ես հարց ունեմ, դոկտոր Վոսկանյանը ինչքան եք հետևում 3 տարի։ Այսինքն եթե օգնում է առաջին 3-4 ամիսների ընթացքում, ուրեմն գալիք տարիներին եւս օգնելու է, առնվազն 3 տարով։ Մենք արդեն այդ follow-up-ը 3 տարի անում ենք։ Հարգելի գործընկերներ, եթե հարցեր չունեք, նորից վերադառնանք մեր հարցերին հետ թեստի, իսկ մինչ մեր գոլեգաները կարդան, ուզում էի շատ շնորհակալություն հայտնել իհարկե մեր
կլինիկական ռեզիդենտներին շատ լավ պատրաստված պրեզենտացիաների համար Բժիշկ Ոսկանյանը ինչպես միշտ բարձրունքում լինելու դոկտոր Հիլին, դոկտոր Ուեյդին, դոկտոր Հովանեսյանին եւ Արփինե Բարսեղյանին շնորհակալություն եւ անցնենք աշխատանքի։ Արդյոք հարցեր է, հա, որ կարողանանք վերջացնել։ Կրկին ընթերցեմ իդոկորնեալ էնդոթելիալ սինդրոմի նվիրված հարցերը։ Ինչն է բնորոշ իդոկորնեալ էնդոթելիալ սինդրոմին։ Երկկողմանի ախտահարում, միակողմանի ախտահարում, միայն մանկական տարիքում է հանդիպում, առավելապես կանանց մոտ է հանդիպում։ Երկրորդ հարցը առավելապես աչքի որ հատվածն է ախտահարում։ Եղջերաթաղանթ, ցանցաթաղանթ, ծիածանաթաղանթ, առաջային խցիկի անկյուն։ Երրորդ հարցը Չանդլերի սինդրոմի դեպքում առավել արտահայտված է ծիածանաթաղանթի ծանր ատրոֆիան, եղջերաթաղանթի այտուցը, ցանցաթաղանթի վնասումը, արտահայտված հանգույցների առկայությունը։ Չորրորդ հարց այս սինդրոմի դեպքում առաջացող սինեխիաները հիմնականում լինում են առաջային, հետին, կենտրոնական, ոչ մեկը եւ հինգերորդ հարց իդոկորնեալ էնդոթելիալ սինդրոմի ախտորոշման համար նպատակահարմար է իրականացնել բեսկան, տոնոմետրիա, գոնիոսկոպիա, սպեկուլյար միկրոսկոպիա, առաջային հատվածի օսիթի հետազոտություն։ Շարունակենք հարցերը։ Ինչ է շունտի հիմնական գործառույթը գլաուկոմայի բուժման մեջ։ Աչքի ներսում դեղի ներմուծում, նոր արտահոսքի ուղու ստեղծում, տեսողական նյարդի վերականգնում, եղջերաթաղանթի հաստացում։ Որ սարքն է պատկանում միքս խմբին, Ահմեդ Փականը, պրեզերֆլո միկրոշունտը, այստենտը, տրաբեկուլեկտոմիա։ Որն է այդոզ իմպլանտի հիմնական առավելությունը։ Միայն կարճաժամկետ ազդեցությունը, պահանջում է ամենօրյա տեղադրում, երկարաժամկետ դեղի արտազատում եւ ներակնային ճնշման վերահսկում, օգտագործվում է միայն ծանր դեպքերում։ Որ սարքն է տեղադրվում սուպրախորոիդալ տարածությունում օվեոսկլերալ արտահոսքը բարելավելու համար։ Այստենտը, հիդրուս միկրոստենտը, G3 ստենտը, Ահմեդ Փականը։ Եվ վերջին հարցը, որն է Ահմեդ գլաուկոմա Փականի հիմնական առավելությունը։ Տեսողության լիարժեք վերականգնում, փականային մեխանիզմ հիպոտոնիայի կանխման համար, միայն կոսմետիկ ազդեցություն եւ օգտագործվում է միայն թեթև գլաուկոմայի դեպքում։ Ես մեծ հաճույքով կուզենա ինչ-որ պատասխանել։ Մենք պատասխանները տեսնում ենք, ձեզ հետ կկիսվենք իհարկե, հարգելի գործընկերներ, ունենք բան ավելացնելու։ Ուզում եմ ուղղակի գլուխս խոնարհել ձեր արժեվ այս աշխատանքի համար։ Thank you. Thank you very much. Եվ իհարկե մասնակիցներին, ովքեր լսում էին մեզ, այս մի ժամը շատ եւ նաեւ հույսում եմ հարցերի են պատասխանելու եւ ստանալու են այն շմզները, մեր հաջորդ grand round-ը կարծում եմ կլինի ապրիլի վերջին, ինչի մասին նախորդ խոսենք։ Եվս մեկ անգամ շնորհակալություն։ Ձեզ բարի երեկո եւ բարի օր։ Thank you very much for Շնորհակալություն խորհուրդների համար, բարի խոսքերի համար եւ ձեր փորձով կիսվելու համար։ Երբ խոսում ենք այս սինդրոմի մասին, ես ինձ շատ հարմարավետ եմ զգում, որովհետեւ մենք կարծես նույն ուղղությամբ ենք մտածում եւ շատ կարեւոր է փորձը գրականության հետ համատեղել, ինչը մեր մասնագիտական կյանքը կհեշտացնի, ավելի հետաքրքիր կդարձնի։ Շնորհակալություն այս ամենի համար, մեզ հետ լինելու համար, մեզ աջակցելու համար այսօր։ Our pleasure. Thanks a lot. Hope to see you soon. Սանք շուտով կհանդիպենք։ Կարծում եմ սեպտեմբերի ավարտին կհանդիպենք։ Շնորհակալություն, ցտեսություն։ Thank you. Thank you so much. Take care. Thanks.